Էմիլ Խրիստիանովիչ Լենցը ծնվել է 1804 թվականի փետրվարի 24-ին։ Նա գերմանական ծագումով ֆիզիկոս էր, ով աշխատել է ռուսական կայսրությունում և մեծ ներդրում է ունեցել էլեկտրամագնիսականության զարգացման մեջ։ Նա ծնվել է Դորպատ քաղաքում, սովորել է Դորպատի համալսարանում, որտեղ էլ հետաքրքրվել է բնագիտական գիտություններով, հատկապես ֆիզիկայով։ Երիտասարդ տարիներին մասնակցել է գիտական ծովային արշավախմբերի, որտեղ ուսումնասիրել է օվկիանոսի ֆիզիկական հատկությունները։ Այդ փորձառությունները մեծ նշանակություն ունեցան նրա հետագա գիտական աշխատանքի վրա։ Լենցը հետագայում դասավանդել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում և դարձել է այնտեղի առաջատար գիտնականներից մեկը։ Նա զբաղվել է էլեկտրականության, մագնիսականության և ջերմության ուսումնասիրությամբ։ 1834 թվականին ձևակերպեց Լենցի օրենքը, որը բացատրում է էլեկտրամագնիսական ինդուկցիայի ժամանակ առաջացող հոսանքի ուղղությունը։ Այս օրենքը հիմնարար նշանակություն ունի ժամանակակից էլեկտրատեխնիկայի համար։ Լենցը շարունակել է գիտական և դասախոսական գործունեությունը մինչև կյանքի վերջը։ Մահացել է 1865 թվականին Իտալիայում։